Բարելույս Հայեր ջան, այսօր իմ շատ սիրելի, պատվելի, հարգելի իմ կողմից որպես հոգևոր առաջնորդ, հոգևոր հորընդունված Միքայել arczepiskopos Աջապահյանի ծննդյան 62-րդ տարեդարձն է, ինչի համար շնորհավորում եմ, շատ ուրախացա, որ արդեն տևական ժամանակ չէի տեսել և գոնե հեռվից պատուհանից տեսանք Սրբազանին, շատ ուրախ էի նախ, որ վիրահատությունից հետո նրան տեսա իր ոտքի կանգնած, բարձր տրամադրությամբ, ձեռքով բարևեց բոլոր այն մարդկանց, ովքեր եկել էին իրեն այդտեղ հիվանդանոցի բակից թեկուզ հեռվից շնորհավորելու, շատ հաճելի է տեսնել այդ երիտասարդությանը, որոնք կատարեցին և երգեր, շարաններ և այլն, ինչ է ուզում ասեի, արդեն քանի տարի է, արդեն մոռացել եմ քանի տարի է, որ ես Սրբազանի հետ ծանոթացա, կարծեմ 3 տարի երևի, վերջը, ի սկզբանե իմ ցանկությունն է եղել երկրիս որպես ղեկավար, որպես առաջնորդ տեսնել նման մարդու ազնվացեղ, բարեսբուն իմաստով, մաքուր իսկական հայ, հոգեպես պինդ, հզոր, տղամարդ, հոգևոր հայր, ճիշտ ուրեմն հոգևորական, ազգասիրություն չասեմ, որտեվ դա իծնե ամեն, արդեն ասեցի, եթե նա ազնվացեղ հայ է, իծնե ազգասիրությունը, հայրենասիրությունը, դա ինչպես մորդ ես սիրում, այնպես էլ ազգիդ ու երկիրդ ես սիրում, դա բնածին ամեն հայի մեջ կա և հատուկ լինել հայրենասեր կամ ազգասեր պետք չի և իծնե գեներով ինքը հենց այդպիսին է և ամենակարևորը ազնիվ է, արդար է, ամենակարևորը այդ արդարությունն է, կեղծավորություն, պոպուլիզմ, ոտքերը գետնից կտրվի մի քիչ ուշադրություն տեսնելուց և այլն, այդպիսի բաներ չկա, չի վախենում դեմքիդ ասելու ճշմարտությունը, ով ուզում ես եղի, ուզում ես նախագահ եղի, ուզում ես ով ուզում ես եղի, ուզում ես իրա սիրելի շատ հարգելի ընկեր եղի, սխալը դեմքիդ ասում է, ճպպցնում է, այսպես ասած, դա էլ է շատ կարևոր հատկություն, ազնիվ հայի հատկությունը, և ամենակարևորներից մեկը, որ Սրբազան հայրը պատկերացնում է ինչպիսին պիտի լինի այս երկրի կառավարումը, բայց նա էլ չի ձգտում դրան, որտև ինքը գտնում է, որ ինքը այնտեղ, որտեղ գտնվում է, դա է իր միսիան Աստծու կողմից, բայց իհարկե ես շատ ուրախ կլինեի, ոչ թե ինչ-որ կուսակցության կամ ինչ-որ պոպուլիստի կամ սրա նրա առաջարկով, ոնց որ այն ժամանակ այդ իմպիչմենթի պահը արեցին և այլ ինչ-որ ձև գտնեինք, որ այո, լինելով հոգևոր առաջնորդը, ինքը ստիպված չլիներ իջնելու այդ, մտնելու այդ, այսինքն այդ գահից, այդ թագը չհաներ, այդ գահից չիջներ նստեր այդ նողկալի վարչապետի աթոռին, բայց լիներ երկրի կառավարման ղեկին, գլխին, թող և վարչապետ լիներ, և նախագահ լիներ, իսկ ինքը իրան նման հզոր մարդը, որպես այն, ոնց ասեմ, որ այդ կարմիր գծերը գծողը, որ թույլ չտա ոչ վարչապետին, իրավունք ունենան թույլ չտան ոչ վարչապետին, ոչ նախագահին, ոչ որևէ մի անձի, որոնք այսպիսի պատուհասներ դարձան մեր երկրի գլխին, նստեն ու իրենց ուրեմն անձնական շահերից և անձնական ուղեղի ունակություններից ելնելով երկիրը ստանեն վարի տան,
Այսինքն կոնտրոլ լիներ եւ հոգեվոր եւ ինչպես ասեցի, բայց ոչ իջնել, դառնալ քաղաքական գործիչ եւ այլն։ Այդ ձևը որ գտնենք շատ լավ կլինի։ Ես համոզված եմ, եթե այսօր ընտրություն լինի Միքայել arczepiskopos Աջապահյանի եւ այս շների միջև, միանշանակ, ինչքան էլ ուզում ակերտեն, զերծեն եւ այլ անեն, 100%-անոց Սրբազանի նման մարդը կհաղթի։ Չգիտեմ, ինչպես դա կարելի անել, եւ համոզված եմ արդեն տեսակ ճղճի ինչ որտեղ լսել եմ խոսակցություններ, որ բոլոր նախկին նախագահները բաները կան, այսպես կոնսենսուսի, որ մի տեխնացուով հանդես գան, որը կլինի ընդհանուր տեխնացու, այս ճարիքին հաղթելու համար, բայց արդեն սկսեցին իրանց բաները անել, ամեն մեկը ինչա հակը հայտարարեց, հեսա մյուսը տենց հերթով միասնություն սրանց մոտ չէ, չիլնելու, չկա տենց բան, նախ իրենց չները չի ներում, ոնց կլինի աղբեր ջան, մի մարդու ավելի շատ սիրեն, քան թե ինձ եւ այլն, բայց իրականում ծուրը նստենք դուզը խոսենք, այս մարդուն սիրում են հայերը, իսկական հայերը սիրում են Միքայել arczepiskoposին, շատ են սիրում։ Մի հատ բիծ անգամ, մի հատ կեղտ անգամ չեն կարողանում վրան գտնել։ Աստված առաջ ասել, մի անգամ ինձ Սրբազանն ասեց, իրես ինչ արշակ ասեց, մի այդքան նեղվի, 2000 տարվա ընթացքում ինչ ասես եղել է, եւ այդ ամեն ինչը եկեղեցում գրված, արձանագրված կա։ Եվ մենք Բարսասիչյան հոգևորականներս ընդամենը պետքա բացենք ուսումնասիրենք եւ տեսնենք, թե այս սիտուացիայում ինչ պետք է արվի, որտեվ պատմությունում այդ ամեն ինչ եղել է, եկեղեցու այդ 2000 տարվա պատմության մեջ այդ ամեն ինչ եղել է 1700 տարվա մեջ, այդ ամենը գրել են, մնացել է եւ սխալները եւ ճիշտ լուծումները։ Եվ ըստ այդմ, այո, նրանք գիտեն ինչ պետք է անեն, համբերություն եմ մաղթում վեհապար հորը եւ նաեւ ցանկանում ողև վերապար հայրն էլ, որտեվ arczepiskopos Աջապահյանը կանոնները երբեք չի խախտելու եւ հուսով եմ նրանք միասին կգտնեն այդ լուծումը։ Ես շատ եմ ուզում ու շատ հայեր են ուզում, շատ հայեր են ուզում, որ հենց մեր հոգևորականությունը ուղիղ մասնակցություն ունենա մեր երկրի կառավարմանը։ Դրա մեջ ինչ կա, որ տենց հուշտ է կլնում, որտեղ բոլոր սրբապիղծները ուզում են առանց կապանքների, այսպես ամենաթողության անունը դրել են ուրեմն ազատություն եւ ուզում են այդ ամենաթողությունը լինի եւ կոնտրոլ չլինի։ Ես շատ կուզենայի, որպեսզի այո, այդ երկաթե կուլակը, որ ասում են, ոչ թե ապուշի ասած չագուճ մաջգուճը թուրքական վրան բանտիկը կապած, այլ իսկական երկաթե այդ բռունցքը լինի, որը որ մարդկանց կպայի իր չափու ձևի մեջ։ Իրանը այսօր համատական կարգով ասենք, երբ որ այնտեղ հոգևոր ուրեմն մասնակցությունը ուղակի երկրի կառավարման մեջ կա, իրենց ձևով մուսուլմանական թե մուսուլմանական երկիր է, այնտեղ այդ կարգ ու կանոնն է, որ այսքան թշնամիներով շրջապատված, այսքան աշխարհի ամենահզորները փորձում են, բայց չեն կարողանում ճնշել, խեղճացնել Իրանին։ Շահի նման խամաճիկ չի ինչ-որ մի երկրից կախված, որ երբ ուզենային, ոնց ուզենային տշեն եւ Իրանի ժողովրդի շահերը առանց հաշվի առնելու իրենց անձնական շահերի ուրեմն համար օգտագործեին այդ երկիրը։ Ինչպես մեզ են տարբեր ժամանակներում օգտագործել։ Ինչևէ, ուզում եմ հատուկ շնորհավորեմ իմ սիրելի Սրբազան հորը եւ մաղթել ազատությունը sense թենց ինքը այնպեսի մարդ է, որ իրոք ազատության մեջ է։ Նրա բանտի պատերը եւ այլն նրան
ազատությունից չեն զրկել, որտեղ նրա հոգին ազատ է։ Ինքը հոգևոր մարդ է եւ նրա հոգին ազատ է, ճախրում է։ Եվ ես գիտեմ, որ նա այս ժամանակը փակված լինելով կօգտագործի ի օգուտ իշահ մեզ, մեր ազգի, մեր հայրենիքի նույնպես կօգտագործի, մի փոքր իրեն անձնական ժամանակ կմնա ավելի շատ խորհելու մտածելու, որտեվ շատ էինք խանգարում բոլորս։ Այդ մարդը լույսը բացում էր օր ու արև չէինք տալիս միջև մութ ընկնել է։ Անդադ մարդկանց էր հանդիպում, անդադ խոսում էր, կիսվում էր, խորհուրդներ տալիս, ընդունում էր, ճանապարհում էր եւ այլն։ Որքան ես գնացել եմ այդ մարդու մոտ, մեծատարտարով մարդու մոտ, այդ մարդը անդադ զբաղված է, անդադ ծառայում է իր ժողովրդին, իր հոտին, իր ազգին։ Եվ այդ ամենի մեջ նորից եմ ասում, ամենակարևոր հատկությունը, որ ես շատ եմ հարգում ու սիրում, հայերի մեջ դա, որ ոտքերը գետնից չի կտրվում, ամպերի վրա չի բարձրանում, այլ մնում է գետնի վրա մեր սրբազանը են, դուզը խոսացող են, ճակատին ասող, պապուս ասած տրռաճակատ, այդ հայ է։ Շնորհավոր, սիրելի, հարգելի, պատվելի սրբազան, ես չգիտեմ, մտածեք ժողովուրդ, մտածեք, մի բան անենք, այս ճիվաղներից ազատվելու միջոցներից մեկը նաև գտնել այդ լուծումը, որպեսզի սրբազանը լինի առաջնորդի թեկուզ ժամանակավոր, մնալով իր ուրեմն առաքելությանը, նորից եմ ասում, առանց ստիպված լինելու իջնել իր գահից, թեմի առաջնորդի իր գահից, հանելով իր թագը, թեմի առաջնորդի թագը, եւ այդ ճղճի, այդ ողորմելի, այդ նողկալի աթոռի համար, որ կոչվում է վարչապետի, թեկուզ եւ նախագահի, որտեղ այն բարձունքը ինչի վրա հիմա սրբազանն է, շատ ավելի բարձր է։ Բագրատ սրբազանն էլ էր այդ մասին ասում ժամանակին, ասում էր, որ թագավորությունը թողեմ գնամ մտնեմ այդ կեղտի մեջ, տեսակ այդ կեղտի արդյունքները։ Հիմա մաղթում եմ մեր սրբազանին, իհարկե շուտապույտ ազատություն այս չարիքի ուրեմն ճիրաններից, սա ժամանակավոր է եւ ինքը շուտով կվերադառնա իր հոտին։ Մեզ էլ մի քիչ իմաստություն գտնենք ձևը, ես սա ասում եմ, թող քաղաքական գործիչները մի անգամ ազգային շահերը դնեն անձնական այդ շահերից առաջ եւ համախմբվեն մի մարդու շուրջ, որը Աստծո կողմից տրված փրկության բանալի է, օգտագործեք այդ բանալին, ճիշտ օգտագործեք բառի լավ իմաստով, ոչ թե վատ իմաստով։ Դուք սովոր եք վատով օգտագործել մարդկանց, այս դեպքում չի ստացվի, որտեվ մարդը, որի մասին մենք խոսում ենք, դա Աստծո կողմից տրված պարգև է մեզ, եւ մենք պետք է այդ պարգևը օգտագործենք ճիշտ, թե չէ նույն Աստծո պատժին կարժանանանք։ Գտնենք ձևը, միավորվենք մարդու շուրջ եւ հաղթենք չարիքին, դա եմ մաղթում, թե ինչպես ոնց դա խորհելու, մտածելու եւ խոսալու առիթ է, որ լավ ուզենանք, ամեն ինչ էլ հնարավոր է, պետք չի դնել մեր իսկ գրած շների գրած կամ մյուսների գրած այդ աշխարհիկ այդ նույնիսկ եմ ասում շահադիտական նպատակներով այդ կարված կոստյումները, որ անունը դրել են օրենք, որ էս են կարել են սրա կամ իրենց համար հագցրել իրենց սիրելիներին եւ դրել ազգի գլխին պատուհաս։ Ձևը գտնենք այս մարդու առաջնորդությամբ, այս փոսից դուրս գանք, ընկնենք լուսավոր ուղու վրա, ես հավատում եմ, մենք, եթե համախմբվենք մեր հավատքի, մեր եկեղեցու, մեր ազգի, ազգային արժեքների, մշակույթի շուրջ, մենք անպարտել ենք, նույնիսկ այդ թուրք գրողները, հիշում եք մի անգամ, այդ թուրք գրողը ասել էր, մենք չենք պարտվել միայն հայ զինվորին,
Մենք պարտվել ենք Արամ Խաչատրյանին, մենք պարտվել ենք Կոմիտասին, մենք պարտվել ենք Սպենձարյանին, մենք պարտվել ենք Պարուս Սևակին, մենք պարտվել ենք Շիրազին, մենք պարտվել ենք բոլոր այն յաներին, որ երևում են, որ կարդում են, տեսնում են, որ այսինչյան, թեկուզ ֆիլմի տիտրերում կարդում են, արդեն գիտեն, որ այդ հայ է։ Այդ հային ենք մենք պարտվել, որ աշխարհն է ճանաչում այդ հային։ Հիմա մեզ ովքեր են, ոնց են ճանաչում աշխարհում, ինչ են։ Մի հատ տիկին կա, բան չունեմ իր դեմ, բայց այդ է դառը մեր այսօրվա հայ ճանաչողության ուրեմն ինչեր հետո որ ապարում է ինչ-որ ճաշեր է եփում բան, տենց էլի տիկտոկային հայերով ենք աշխարհին ծանոթ այսօր ցավոք սրտի եւ այս ողորմելիների, այս նողկալիների, այս նզովքի, որ չգիտես ինչի դեռ, չգիտես ոնց մեր իբրև թե ազգն ու պետությունն են ներկայացնում աշխարհում, մեզ դարձնելով աշխարհի ամենաանարժանապատիվ ժողովուրդներից մեկը տվյալ պահին, ցավոք սրտի։ Բայց դրան չենք մենք արժանի։ Ես հավատում եմ եւ հավատում եմ, որ հենց մեր Միքայել Սրբազանի ազնիվ անարատ արդար հայերի շնորհիվ մենք հառնելու ենք։ Աստված օգնական Սրբազան հայր, շնորհավոր ծնունդդ։